Շանսերը պարզապես ինչպես է գնահատում։ Դիժոն, հավարիք եկուտ ինտերեսում ու քեմ կոնչել։ Դու ես կմնաս, այ մերն փոք ջանին, դու ես որ գաս, ոչ ներկարեմա, ձեզ առողջություն։ Երևանց եմ պապան կտշանում ամենը շատ Համարս ընկել եք շատ մեծ ակնկալիքներ ունենք ձեզ առողջություն, լավ է։ Լավ եք, Քեզ առողջություն, Որ չի անցնել, այո։ Չկարողացա պայել։ Շնորհավոր ենք պաշտոնական անեսնենք, որ արդեն գնա բալե։ Պարոն Մարկյան, ուղղակի մեկ հարց, հա, եթե կարելի է ձեր շանսերը, եթե կարող եք ասել, հաղթելու եք, թե ոչ։ Անդրանիկի որ շնորհակալ եմ, լավ եղեք։ Հաղթելու եք, կարող եք ասել, պարոն Մարկյան, խնդրեմ։ Թողեք ժողովրդի հա շփվեն։ Շնորհակալություն բնակիչների կողմից ձեր օգնական ամեն ինչ արեց ձեր սահմանված պասի ամեն մեջ։ Լավ է, կարևորը ժողովուրդը շնորհակալ հարցը ես սիրելի լրագրողներ խնդրում եմ թույլատրել բնակիչների հետ շփեն ես եկել եմ Խաղոր Զարշավի եւ շփվում եմ բնակիչների հետ ավարտվում է եւ մենք ամեն ուզում ենք իմանալ դուք ձեր շանսերը դրա համար հələ դեռ Խաղոր Զարշավը չի ավարտվել թույլ տվեք ես շփվեմ իմ բնակիչների հետ նաեւ Խաղոր Զարշավի մասնակցեմ Թույլ ենք տալիս պարզապես մեկ հարց շատ շնորհակալություն որ թույլատրում եք Ոնց եք ժողովուրդ Մարկյան, ես պարզ հարց է, էլի խնդրում եմ, եթե կարող եք, ձեր շանսերը ինչպես եք գնահատում։ Բնականաբար գնահատում եմ շատ բարձր Չէ, հաղթանակը ցույց կտա մայիսի 5-ին մեր բնակիչների վստահության, բայց ես եւ մեր թիմի աշխատանքը գնահատում եմ շատ բարձր եւ ինձ թվում է արդյունքների ժամանակը մեղադրանքը այդ գումարների մասին կարող եք ասել։ Ունենա ընտրողի որոշման վրա այդ եկամուտների հայտարարման հետ կապված։ Բոլոր հարցերին պատասխանել եմ, խնդրում եմ մամուլից տեղեկացեք։ Չի ազդի ընտրողի վրա, պարոն Մարգարյան, զուտ դա է հարցը։ Ստեսուն ձեզ։ Եվ ես գիտեմ, որ նա ակնարկում էր, որ այդ հարցին ինքը պատասխանել է արդեն մամուլում, որտեղ նա պատասխանել հրայր, այսինքն կոնկրետ նա այդպես էլ չի պարզաբանել, թե որտեղից այդ եկամուտները, ինչ աղբյուրների միջոցով է նա այդ ամենը ձեռք բերել։ Նորից նայենք, տեսնենք արդյոք մամուլում գուցե ինչ-որ մի լրատվամիջոցի այնուամենայնիվ հեռախոսազանգին պատասխանել է, մենք փորձենք նորից նայել դա եւ հիմա տեսանք, որ այստեղ նրան Հավաքվել էին իհարկե հիմնականում աջակիցները եւ նրանք շատ ջերմորեն էին ողջունում Տարոն Մարգարյանին եւ այս տիկինն էլ քիչ առաջ շատ գովեց նրան, որտեղ օգնել էր իրեն եւ Ինձ միայն չի օգնել։ Ակցիա ա եղել հիվանդանոցում, գնացել են իմ նման անապահով խավերը օգտվել են դրանից։ Հետաքրքիր է հրայր, բայց որ ի տարբերություն քաղաքապետի մյուս թեկնածուների նկատի ունեմ ընդդիմության եւ նաեւ այլընտրանքային Տարոն Մարգարյանը խիստ խուսափում է լրագրողների հետ շփումներից, գոնե պարզագույն հարցերին պատասխանելուց, անգամ իր շանսերը գնահատելուց խուսափում է անընդհատ մեջ բերելով, թե ընտրողների հետ փորձում է ինքը հանդիպումներ կազմակերպել եւ լրագրողները նրան խանգարում են։ Ամեն դեպքում սա վերջին օրն է Խաղոր Զարշավի։ Այո, ինքը մի հարցի պատասխանեց։ Մեր երկու հարցին գոնե պատասխանեց, կարող ենք ասել, որ վերջում այնուամենայնիվ որոշեց պատասխանել։ Տեսություն ձեզ, շնորհակալություն, սիրելի հեռուստադիտողներ, Ազատություն TV-ն էր եթերում, ձեզ համար աշխատում էին այստեղ Ներսոն Ստեփանյանի դպրոցի բակում, Ռուզաննա Ստեփանյանը, Հրայր Թամրազյանը եւ Գարիկ Հարությունյանը։